Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Ազգային ժողովում շարունակվել է հերթական քառօրյան, որի շրջանակում падգամավորները քննարկել են կառավարության 21-26 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվությունը։ Քննարկման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի հարցի շուրջ նախկին եւ ներկա իշխանությունների մոտեցումներին, հայտարարել է, որ գործող իշխանությանը հաջողվել է Հայաստանը դուրս բերել տարիներով ձևավորված թակարդից։ Ստամբուլում միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ընդգծելով խաղաղության, կայունության եւ առևտրային կապերի զարգացման ուղղված քայլերը։ Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն 134 կողմ ձայներով ընդունել է բանաձև, աջակցելով Հայաստանի խաղաղության օրակարգին եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը։ Փաստաթուղթը հաստատում է Բելգիայի քաղաքական ուժերի միասնական աջակցությունը Հայաստանին եւ երկկողմ համագործակցության ընդլայնմանը։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Անտալիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը, ուշադրություն հրավիրելով, որ նախորդ տարվա օգոստոսին Միացյալ Նահանգների ղեկավարության մասնակցությամբ Երևանն ու Բաքուն նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, օրվա միջազգային անցուդարձը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ներկա պահին ընտրությունների մասնակցության միայն մեկ հայտ կա։ Գրասման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ազգային ժողովում շարունակվել է հերթական քառօրյան, որի շրջանակում падգամավորները քննարկել են կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվությունը։ Քննարկման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի հարցի շուրջ նախկին եւ ներկա իշխանությունների մոտեցումներին, հայտարարել է, որ գործող իշխանությանը հաջողվել է Հայաստանը դուրս բերել տարիներով ձևավորված թակարդից։ Նրա խոսքով երկիրը երկար ժամանակ գտնվել է փակուղային տրամաբանության մեջ, իսկ այդ վիճակից դուրս գալը եղել է քաղաքական որոշման եւ խիզախության արդյունք։ Ապրիլի 17-ին ազգային ժողովում շարունակվել է հերթական քառօրյան, որի օրակարգում ընդգրկված է 23 հարց։ Նիստում շարունակվել է նաև կառավարության 2021-ից 2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության քննարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության անդամների մասնակցությամբ։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստում անդրադարձել է Դաշնակցության 004 շրջաբերականին, պնդելով, որ դրանում արտացոլված մոտեցումները կապ ունեն 2023 թվականի Լեռնային Ղարաբաղի հայաթափման եւ Հայաստանի ինքնիշխանության թուլացման գաղափարի հետ։ Իմ ձեռքում Դաշնակցության տխրահռչակ 004 շրջաբերականն է եւ ձեզ հիմա ես կհիմնավորեմ փաստերով, թե ինչպես է Դաշնակցության ծրագիրը, որը պատերազմի եռագլուխ կուսակցության ծրագիրն է, 2023 թվականին բերել Լեռնային Ղարաբաղի հայաթափման, ինչպես է այս ծրագիրը ենթադրել Հայաստանի անկախության վերացում եւ ինչպես է այս ծրագրից բխում այն ամենը, ինչ իրենք անում են հիմա։ Ինչպես նշվում է, առաջին քայլը Ղարաբաղում իշխանությունը փոխելն էր եւ նրանք դա արեցին։ 2023 թվականի որ ամիսն էր, օգոստոս, օգոստոսի վերջն էր։ Նրանք ստիպեցին, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, նրանք իրենց թիմակիցները Ղարաբաղում Հայեղափոխական դաշնակցությունը, Քոչարյանական ուժերը, Սերժ Սարգսյանական ուժերը այստեղ զուգահեռ հանրահավաքների քաջալերման ներքո, ես այսօրվա պես հիշում եմ, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կանգնած էին մեզ համար Ազատության հրապարակում, իրենց համար Թատերական հրապարակում, ասում են շատ ուրախ ենք, որ Ղարաբաղում իշխանություն փոխվեց, հուսով ենք նույնը կլինի նաև Հայաստանում։ Եվ ինչ եղավ դրանից հետո, արդյոք Ղարաբաղը ենթարկեցվեց իր աշխավորին եւ Հայաստանն էլ հետը, ոչ։ Դրանից 10 օր հետո իրենց դրածոն այնտեղ ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը։ Սա է տեղի ունեցել, սա է բխել ընդդիմության ծրագրից։ Ընդդիմությունը ծրագրում էր մի բան, ստացել ենք Ղարաբաղի հայաթափում, լիակատար։ Ես չգիտեմ ով ասա գրել, բայց մենք քաղաքականապես կտրելու ենք այս գրողի ձեռքը, որ ինքը sense հիմար մտքեր էլ չկարողանա գրել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ խոսել է ընդդիմադիր ուժերի ընտրացուցակների մասին, հայտարարելով, որ դրանցում առանցքային դերակատարը Ռոբերտ Քոչարյանն է։ Միատ ուղղակի նայեք այս պահին դաշտում առաջադրված երեք այդ երրագլուխ կուսակցության այդ երեք գլուխներին որպես այդպեսին, այդ երեք ուժերին։
Առաջին ուժը իրանք են, որպես այդպեսին։ Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որը առաջադրված է որպես վարչապետի թեկնածու, այնտեղ ֆանտասմագորիայի ժանրի ցուցակով իհարկե, որտեղ օրինակ են ժողի ինստիտուտի դեպքերով հայտնի Սաքուլիկը, եթե կհիշեք, պարոն Արծվիկ Մինասյանից մի 20 հորիզոնական ավելի բարձր ու լավ տեղ ունի, դա առհասարակ ամեն ինչ պատմում է էլի ձեր քաղաքական ուժի արժեքների ու մնացածի մասին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր հայտարարել է, որ եթե պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում իշխանության գա, ապա տեղի կունենա այն, ինչ նրա խոսքով արդեն մեկ անգամ տեղի է ունեցել Ղարաբաղում։ Նա վստահեցրել է, որ հունիսի 7-ի ընտրություններում ժողովուրդը պաշտպանելու է խաղաղությունն ու պետականությունը, միաժամանակ ընդդիմադիր ուժերին մեղադրելով պատերազմի եւ մահվան քաղաքականություն տարածելու համար։ Եթե հանկարծ պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում զավթի իշխանությունը տեղի է ունենալու այն ինչը որ իրենք արդեն մեկ անգամ արել են Ղարաբաղում, բայց Հայաստանում այս իմաստով չի լինելու սեպտեմբերի 9, չի լինելու սեպտեմբերի 19, չի լինելու սեպտեմբերի 26-ը, որովհետև լինելու է հունիսի 7-ը, եւ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնալի է ու տերականգնելու խաղաղությանը, տերականգնելու պետությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր եզրափակիչ ելույթում նշել է նաև, որ կառավարության հաշվետվության քննարկումը չնախատեսված կերպով վերածվել է նախկին եւ ներկա իշխանությունների միջև բանավեճի։ Նրա խոսքով ընդդիմության պահվածքը խորհրդարանում բացահայտել է, որ այսօր ձևավորվող պատերազմի եռագլուխ կուսակցությունը նույնն է, ինչ նախկին իշխանությունների կոալիցիան Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրականում ճշգրիտ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությունն է, որովհետև այն որ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է։ Այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, այդ կոալիցիայի մեջ էր Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը։ Դե հիմա Դաշնակցությունը եւ Հանրապետականը ԲՀԿ-ն պարզ է, բայց Հանրապետականը արդեն, ինչպես հիշում եք, նախորդ խորհրդարանական ընտրություններից տակտիկան փոխել է։ Վարչապետը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախկին իշխանական կոալիցիայի վերջին հնարավորությունն են եւ հավելել, որ նախկին ներկա բանավեճը հաղթահարելու միակ ճանապարհն այն է, որ ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չհաղթահարեն անցողիկ շեմը։ Ես հասկացա, որ մենք դպրոց ընդհանրապես չենք կառուցում։ Հա, որ մենք դպրոց փակում ենք։ Բա այդ գիտեք ինչ ուտեղ շատ կարևոր մի հանգամանք կա։ Իրանք վերջին անգամ այդ դպրոցները, որ ասում են մենք փակում ենք, երբ են եղել այդ դպրոցներում։ Այդ դպրոցներում, այդ այսպես կոչված դպրոցներում։ Բայց այդ դպրոցները, այսպես կոչված դպրոցները իրանց պետք է։ Որովհետև իրանց պետք է, որ այդ մեր երեխեքը այդ դպրոցներում անցկացնեն 10 տարի, որ այդպես էլ կրթություն չստանան, որ արդյունքում շալվար ունենալու հնարավորությունից նույնիսկ զուր կլնեն, որ արդյունքում այդ երեխեքի շալվար ունենալու հույսը իրանց վրա լինի, ընտրակաշարք բաժանողներ էին ընտրակաշարքի բանը, որ վերջում էլ, մի հատ ասենք ենթադրենք բան են ադնարազովից շալվար շպրտեն այդ երեխեքի երեսին, հետևներից էլ ասեն արա, այ բոշեք, այ լնգուլավազներ, բալեք գնանք մեր կառուցած դպրոցը, այդ մեր կառուցած դպրոցներից դուրս եկած երեխեքը ձեզ դաս կտան։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև իր նախկին Արցախը Հայաստանը եւ վերջ հայտարարությանը նշելով, որ 1994-ից 95 թվականներից ի վեր Հայաստանը շուրջ 25 տարի գտնվել է նույն փակուղային կետում։ Նրա խոսքով անկախության տարիներին պետական համակարգը գործել է այն տրամաբանությամբ, թե Արցախի հարցը լուծված է, սակայն հետագայում իշխանությունը ըստ նրա առերեսվել է իրականությանը եւ հասկացել, որ երկիրը գտնվում է թակարդի մեջ։ Փաշինյանը հայտարարել է, որ գործող իշխանությունը կարողացել է Հայաստանը դուրս բերել այդ փակուղ դա գնահատելով որպես քաղաքական խիզախության արդյունք։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Ստամբուլում միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ընդգծելով խաղաղության, կայունության եւ առևտրային կապերի զարգացմանն ուղղված քայլերը։ Նշվել է նաեւ միջխորհրդարանական միության կարևոր դերը, իսկ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին կողմերը երախտագիտություն են հայտնել երկխոսության խթանման համար։ Կողմերը դրական են գնահատել միջազգային հարթակներում սկսված շփումները եւ պայմանավորվել շարունակել խորհրդարանական երկխոսությունը վստահության ամրապնդման նպատակով։ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Ընդգծվել է միջխորհրդարանական միության դերը որպես միջխորհրդարանական համագործակցության կարևոր հարթակ։ Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձևավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար։ Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո եւ պայմանավորվել են շարունակել այդ շփումները։ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար։ Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն 134 կողմ ձայներով ընդունել է բանաձև, աջակցելով Հայաստանի խաղաղության օրակարգին եւ Հայաստան եւ հարաբերությունների խորացմանը։ Բանաձևի հեղինակն է պատգամավոր Միշել դե Մագեդա, հաստատում է Բելգիայի քաղաքական ուժերի միասնական աջակցությունը Հայաստանին եւ երկկողմ համագործակցության ընդլայնմանը։ Որոշումը առանձնահատուկ նշանակություն ունի 2026-ին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի եւ ԵՄ Հայաստան գագաթնաժողովների նախաշեմին, ընդգծելով եվրոպական շրջանակներում Հայաստանի նկատմամբ աճող աջակցությունը։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Անտալիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ուշադրություն հրավիրելով, որ նախորդ տարվա օգոստոսին Միացյալ Նահանգների ղեկավարության մասնակցությամբ Երևանն ու Բաքուն նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Նա շեշտել է հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ։ Հաջիևը հավելել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը հատուկ նշանակություն ունի տարածաշրջանային տեսանկյունից եւ ընդգծել հակամարտությունը անցյալում է։ Խոսելով ընդհանուր տարածաշրջանի զարգացման մասին նա ասել է, որ կարևոր դեր է խաղում Բաքու-Թբիլիսի կարճ երկաթգիծը, իսկ Զանգեզուրի միջանցքը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությունը չի ընդունում միջազգային մյուսնորությունները տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ բարեհաջող եւ ուսադրող զրույցներ է ունեցել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այս երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա զինադադար, հայտնել է Թրամփը։ Ավելի ուշ իսրայելական կողմը նույնպես հայտնել է, որ ուժի մեջ է մտել 10-օրյա զինադադարը, իսկ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ Նեթանյահուին եւ Աունին կհրավիրի Սպիտակ տուն Իսրայելի եւ Լիբանանի միջև 1983 թվականից ի վեր բովանդակալից բանակցությունների։ Զինադադարի վերաբերյալ հայտարարություններից հետո Իրանը ողջունել է երկու երկրների միջև այդ կարևոր որոշումը։ Իրանի ԱԳՆ խոսնակը ընդգծել է, որ Լիբանանում հրադադարը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հրադադարի պայմաններից մեկն էր։ Միաժամանակ ԶԼՄ-ներում տեղեկություններ է տարածվել, որ Իսրայելն ու Լիբանանը փոխադարձ հարվածներ են հասցրել Թրամփի կողմից հայտարարված հրադադարի մեկնարկից անմիջապես առաջ։ Ավելի ուշ լիբանանյան լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն Իսրայելը շարունակել է իր հարձակումները հարավային Լիբանանի վրա հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո։ Չնայած այն հանգամանքին, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց անցել է մոտ կես ժամ, իսրայելական հրետանին շարունակում է հրետակոծել Խիամ եւ Դեբին գյուղերը, նշել է գործակալությունը։ Լրագրողների տվյալներով տարածքի որոնումները նույնպես ընթանում են փոքր զենքերի միջոցով։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ հարվածները, եթե երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալուց առաջ խաղաղության համաձայնագիր չկնքվի։ Թրամփը սակայն հայտնել է, որ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալ։ Ըստ նրա, բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին։ Նա նաև հայտնել է, որ պատրաստ է անձամբ գնալ Պակիստան Իրանի հետ համաձայնագիրը ստորագրելու համար։ Բացի այդ, ԱՄՆ-ն մտադիր է բացսովում կանգնեցնել իրանական նավերը, որոնք ուղևորվում են դեպի իրանական նավահանգիստներ կամ դուրս են գալիս այնտեղից, այդ թվում լցանավերը, հայտարարել է Տենքեյնը։ ԱՄՆ-ն ակտիվորեն հետապնդելու է իրանական դրոշի ներքո գտնվող ցանկացած նավ կամ ցանկացած այլ նավ, որը փորձում է նյութական աջակցություն ցուցաբերել Իրանին, ընդգծել է Քեյնը։ Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեսանյութ է հրապարակել, որում USS Murphy ականակրի ավիացիոն խումբը ստիպում է 2 միլիոն բարել նավթ տեղափոխող իրանական Deep Sea նավթային բռնատարին վերադառնալ նավահանգիստ Հորմուզի նեղուցի շրջափակման շրջանակներում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը համաձայնվեն։ Իրավիճակը Ուկրաինայում զարգանում է, անկեղծ ասած, ես կցանկանայի, որ նրանք համակերպվեին։ Ուկրաինայում շատ մարդիկ են մահանում։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Այնտեղ որոշակի բաներ են կատարվում։ Մենք կենտրոնացած ենք, մենք հիմա շատ կենտրոնացած ենք Իրանի վրա, տեսնելու թե արդյոք կարող ենք այս բանն իրականացնել եւ կարծում եմ կարող ենք, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը նաեւ մեկնաբանել է երեկոյան Կիևի վրա Ռուսաստանի հարձակումը, այն անվանելով սարսափելի։ Կարծում եմ դա սարսափելի էր, ասել է Թրամփը։ Ռուս-ուկրաինական հակամարտության մասին խոսել է նաև Նիդերլանդների վարչապետը։ Ըստ նրա, Ռուսաստանի տնտեսությունը սարսափելի վիճակում է եւ Ռուսաստանը ի վերջո պարտվելու է այս պատերազմում։ Նա հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային։ Անկարայում հազարավոր ուսուցիչներ նստացույց են սկսել ոստիկանական պատնեշների առջև իշխանություններից պահանջելով ապահովել դպրոցների անվտանգությունը։ Հիշեցնենք, որ վերջին 2 օրվա ընթացքում դպրոցներում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 30-ը ստացել է վիրավորումներ։ Ուշագրավ եւ զավեշտալի դեպք է տեղի ունեցել Իտալիայում։ Իտալիայի Նեապոլ քաղաքում զինված տղամարդը ներխուժել է տեղի բանկերից մեկը եւ պատանդ վերցրել ավելի քան 30 մարդու։ Զոհերի, վիրավորների, ինչպես նաեւ նման քայլի դիմելու դրդապատճառների մասին ոստիկանությունը դեռևս տեղեկություններ չի հայտնել։ Ռուսները ծնկ են իջնում միայն կոշիկի կապիչները կապելու համար եւ ոչ թե որովհետեւ ինչ-որ մեկը ցանկանում է դա, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ֆիցոն։ Եվրոպական միությունը խաղաղության առումով ոչինչ չունի առաջարկելու։ Նրանք կարծում են, որ Ուկրաինային աջակցելով կթուլացնեն Ռուսաստանին, նշել է վարչապետը։ Տարերային խոշոր աղետ է տեղի ունեցել Դաղստանում, հրապարակված տեսանյութերի համաձայն տեղի ունեցել զանգվածային սողանք։ Նիժնի Ուբեկամիխի գյուղում ուժեղ անձրևներից հետո ամբողջ լեռ է փլուզվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ներկա պահին ընտրությունների մասնակցության միայն մեկ հայտ կա։ Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Վերջինս հանրությանը մանրամասնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կուսակցությունների դաշինքների գրանցումը մերժելու հիմնական դրույթների մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանը լրագրողների զրույցում նշեց, որ մինչ այսօր քաղաքական ուժերից միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է սահմանված նորմերի համաձայն խորհրդարանական ընտրություններին մասնակցության անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրել։ Հովհակիմյանը ընդգծեց, որ կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների գրանցումը մերժելու համար անհրաժեշտ են հիմնավոր պատճառներ, որոնց թվում նաեւ փաստաթղթերի ոչ պատշաճ կամ թերի լրացումը, իսկ իրավապահների կողմից բացահայտված ընտրական շարքների եւ քրեական այլ դեպքերը վերաբերում են անհատներին, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ չգրանցման կամ կուսակցությունների գործունեության դադարեցման համար։ Պիտի փաստաթղթերը թերին ներկայացնի եւ հրաժարվի լրացնել այդ թերի փաստաթղթերը, այլ իրավիճակ չգրանցելու ընտրական օրենսգիրքը չի նախատեսում։ Ընտրական օրենսգիրքը չի արգելում, որ կուսակցությունները իրենց կուսակցական ծրագրերը ներկայացնեն եւ քարոզարշավ իրականացնեն ընտրություններից մի քանի ամիս առաջ, քանի որ ըստ նույն ընտրական օրենսգիրքի յուրաքանչյուր ընտրության հաջորդ օրվանից սկսած քաղաքական գործիչները կարող են նախապատրաստվել արդեն եկող համապետական կամ թիմ ընտրություններին։ Վերջին շրջանում վարչապետի այցերը մարզերի եւ հանդիպումները բնակիչների հետ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը չհամարեց վարչական ռեսուրսների կիրառում։ Վերջինս մանրամասնեց, որ հանդիպումների ընթացքում կառավարության անդամները բնակիչներին ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը ու այն ծրագրերը, որոնք ներառված են եղել նախորդ ընտրությունների նախընտրական ծրագրում։ Այն խոստումը, որ քաղաքական գործիչները, վարչապետի տեխնացուները, չպատվամի տեխնացուները կարող են տալ, այդ պիտի ամփոփվի
այդ իրենց ծրագրի մեջ։ Սա միակ տեղն է, որտեղ որ իրեն կարող են, այսպես ասենք, նյութական խոստումներ տալ։ Որ այսինքն այն ինչ որ ծրագրից դուրս է, դա արդեն նույնիսկ ընդհանուր կարող է քրեական օրենսգրքի ենթակա լինել։ Վահագն Հովակիմյանը նշեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները կուսակցությունների դաշինքների համար ընտրությունների մասնակցության 22 էլեկտրոնային օգտահաշվ են տրամադրել, որը չի ենթադրում, որ այդքան ուժեր մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։